Ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայիթ նախագիծը, եւ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ շատ հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց մինչ այդ ըստ ֆորմատի շնորհավորում օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ ամենակարևորը Աստծո օժնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, տեսահոլովակի կարևոր դեմքը, ավելի շուտ թե ինչ կապ ունի տեսահոլովակի հետ իմ հյուրը, կիմանաք րոպեներ անց։ Տոնը շնորհավոր Ձինայիթ նախագիծը շարունակում է աշխատանքը։ Ինչ կապ ունի իմ հյուրը այս տեսահոլովակի հետ։ Ռեժիսորն է եւ շատ տեսահոլովակների եւ իհարկե նախագծերի։ Րոպե չեմ ուզում կորցնել, ասեմ, որ իմ շատ սպասված հյուրն է Եղոյան Production-ի հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր, իմ 1000 տարվա ընկեր Խաչիկ Եղոյանը։ Խաչ ջան, բարի գալուստ։ Բարը Ձին ջան։ Խաչ, ասա, որ մենք իրորը ծերանում ենք։ Որթվից։ Մի բարձի չէ, բայց այրանը ծերանում ենք։ Ձին ջան, ինչ ասել ես, ճիշտ ես ասել, մենակ մի բանին համաձայն չեմ, դժվար թե տեն շատ սպասված հյուրն է մեկ էլ արդեն վաղուց տեսահոլովակներ համարյա թե չեմ անում։ Չես կարող ասես, ինձ թվում է այս եթերից հետո դու ունենալու ես պատվերներ։ Լավ ընկերները որ լինում են, զանգում են, օրինակ վերջերս Հայկոյի Բաբախանյանը Ամերիկա զանգեց ամուսնու հետ, ասեց չէ, գալիս ենք, հասնում ենք Երևան, 3 հատ ու 3-ն է դուք դի անես։ Տենց նկարեցինք, երկուսը արդեն եթերի ժողովրդի դատին հանձնել են, մեկը դեռ մոնտաժային փուլում է։ Բա ինչու մենք չունենք այդ տեսահոլովակները։ Ինչու դուք չունեք այդ տեսահոլովակները։ Լավ, հույսով եմ այսօրվանից մենք արդեն ունենանք եւ կցուցադրենք։ Եղոյան Production-ը բազմաժանր նախագծերի, այսպես ասած, հեղինակներ եք, պրոդյուսեր, ռեժիսոր, ինչի եմ ասում հեղինակներ, որովհետև ես վստահ կարող եմ ասել յուրաքանչյուր քայլ անելուց հետ առաջ դու մի հատ պապայից շփվում ես։ Թե հակառակն է։ Մի քիչ չէ, բայց բանա փոխվող։ Չեմ շփվում, բայց իհարկե ինքը իմ գործերին միջամտություններ անում է, այսինքն ասում ես լավ բան ես արել, բան նույնիսկ եթե շատ այն որ կարող է ժողովուրդը քննադատի այդ գործը, որ ես որոշել եմ անալ, ինքը մտածում ասում է, ինձ սենց է պատասխանում ու մամաս էլ լուսահոգի միշտ իմ ամենաառաջի դուխ տվող ընկերներ ասում էր, որ վստահ եմ, որ դու սխալ բան չես անի, սենց են վերաբերում դրան, այսինքն նույնիսկ եթե կքարկոծվի, բայց ինչ որ բանի համար է դա արվել, տենց են մտածում եւ այդ ուժը տալիս էին ինձ էլի։ Արտավազդ Եղոյանի ճանաչողները գիտեն, որ որակ ներկայացնող առաջին դեմքերից է։ Ու ինքը մշակույթ գնահատող է։ Բայց հիմա որ տեսնում Ես Եղոյանների մեջ ամենաանվորակն եմ Ձին ջան։ Իսկ հիմա որ պապան տեսնում եմ, որ ուղակի որակը կողք դնելով թեկուս վաստակում ենք, ասում է դե բալես։ Ու բավաստակացը տուր է ասում։ Դե բալես բավաստակացը տուր է։ Չէ, իհարկե կատակում եմ, բայց հա, որ լուրջ մշակութային լուրջ գործեր են կանում, իհարկե անպայման։ Խորհուրդ, կարծիք, բնականաբար, ինքը վարպետ մարդ է գործում, կյանք տեսած, գիտես, սիրված եւ հաստատ հայրենի գերազանց իմացությամբ, էլ չասեմ մի քանի լեզուների, բնականա անպայման խորհրդի կարիք ունենք, բայց ես մեր տարիքային տարբերությունը որ մեծ է, մեր մոտ ընկերություն տենց անում ենք, կարելի ասել անում ենք, բայց այդ ֆոնով չի էլի, ոնց որ դու պատկերացնում ես, բայց Փառք Աստծո։ Դե թող եթերում նորմալ բան պատմեմ, իրան։ Դե չէ, ես էլ ճիշտ եմ ասում, հիմա Ձին ջան, ընկերություն ունենք, շրջապատում ենք, բավոր վարնասեն քեզ ու խոսում։ Շատ լավ։ Խաչ, ինձ հիշեցրու վերջի մի քանի տարվա նախագծերիդ մասին, հա։ Եւ ինչ ունենք արխիվում։ Հիշացնեմ։ Այո։ Գոնե հերոստատիտողին։ Դե մենք զբաղվում ենք մեր գործով, ես հենց ինքս իմ դիպլոմ ինչ որ ունեմ այդ մասնագիտական գործով, որը կոչվում է մասսայական հանրությունների ռեժիսոր։ Ահա։ Ավարտած այդ 30 տարի առաջ ստեղծեցի կազմակերպություն, մի քանի անուններ փոխեց, ամենասկզբից ինքը կհիշես Գախեքս երիտասարդական միություն էր։ Դեռ շատն էլ քեզ տենց են անում։ Հա, երիտասարդ ենք հավաքել էինք իրար կողքեն ժամանակ նորաձև էր, որ ինչի Գախեքս միշտ ասում են զզվելի անուն բան կատակներ կա մեր հոբելյանական երեկոներին այսօրվա հայտնի հումորիստներ են ժամանակ նոր քայլեր են անում, բայց արդեն սիրված էին Օսկար էին նվիրել ինձ բեմում, օրինակ Արտյոմ Մարկոսյանն ու Արմեն Վարդանյանը հենց այնտեղ բեմում որ նվիրեցին, բա չես հարցնում ինչ ենք քեզ Օսկար նվիրում, ասած ինչի ասած, որովհետև աշխարհում ոչ մի կազմակերպություն չունի տենց զզվելի անուն, Գախեքս։ Տենց ինքը հումորային էր ասում, բայց այն ժամանակ նորաձև էր, որ հիմնադիրների անվան առաջի տարերով Հետո ընկերներով հավաքվեցինք արդեն տեսահոլովակների մեծ թիմ,
Հրաչքեշիշյանն էր, ինչպես բոլորս գիտենք այն ժամանակ միակը հետո Արտուր Վարդանյան եւ արդեն ինչ որ տեղ էր ազատվում, զգացինք մենք երիտասարդ ենք, ընկերներով հավաքվեցինք 3 ես Սուրեն Թաթևոսյանը, Սուրեն Սարգսյանը դրեցինք G production, տենց էր կոչվում։ Այդ G-ն գտարի գախեքսից վերցրած եւ այլն, վերջում եկավ հասավ այն փաստին, որ դարձավ Եղոյան։ Դրա համար ես հիմա համարում եմ ոչ թե իրանք տարբեր կազմակերպություններ, այլ ընդհանրացած մենք 30 տարվա կազմակերպություն ենք արդեն համարյա։ Ու զբաղվում ենք այդ գործով վիդեոարտադրություն, հիմնական իմ սիրած համերգային ռեժիսուրա ու կազմակերպիչ, արտիստների պրոդյուսերություն, դե տեսալովակներ ժամանակին հավես ունեի անում էի։ Հիմա մեծացել ես խաղ։ Սուտ կասեմ, որ պատվեր չկա, շատ էլ չի, բայց արդեն այսօրվա սերունդի երկացների շատերի հետ համաձայն չեմ։ Ուղղակի հա, դրա համար երևի շատ լավ, շատ երկիչներ։ Ինձ դուրս հանեցի այդ շուկայից։ Շատ երկիչներ Խաչիկ Եղոյանին վստահում են իրենց համերգային ծրագրերը։ Ու ասում են Խաչիկը թող կազմակերպի ու իր մտքերը տա։ Խաչ ինչքանով էր ավագ սերունդը նոր սերնդի հետ ինչ որ sense ուզում հասկանամ էլ ինչքանով է հեշտացել գործը դժվարացել ոնց է լինում լեզու ես գտնում չես գտնում սպիտակեցիր այդ համերգներից ոնց եղավ Ջերմակել եմ չեմ ծերացել երկն անընդհատ մտքումս այդ համերգներից հետո չէ դե եթե կա համերգներ, օրինակ ես արդեն հասկանում եմ դու որին ես ակնարկում։ Հասնում եմ ձեր տները։ Հա, եթե Թաթուլի համերգի մասին խոսքը, Թաթուլի համերգը ես ավելի շատ մի քիչ անհամեստ ա թվում, բայց ուզում եմ ասեմ, որ իմ պրոդյուսերական մասնագիտական պտի ռուսերեն ասեմ այդ բառը ինքը սիրուն ա հնչում էլ այդ նյուխով զգացի, որ ստեղ կարելի է գումար աշխատել։ Ու գնացի ես առաջարկեցի։ Լավ։ Հա, բայց հիմնականում հիմա էլի ես մեծ չեմ իհարկե, մեծ չեմ համարում, ջահելների հետ եմ հիմա նորից 25-22 տարեկան արտիստների հետ նախագծեր ունենք, բայց դեռ անուններ չտամ, բայց բան ամեն դեպքում տարիքը որ իրանն ասում է, երբ որ դու մի քիչ ավելի հասակ ես առնում, օրինակ 99 թվականին ես որ հիշում եմ համալիրի մեծ դահլիճում երկու երիտասարդ տղայով մենք արեցինք Հայաստանի ամենամեծ մրցանակաբաշխությունը, որը հետո նախատիպն եղավ հետագայում այդ տաշիր մաշիրներ, որ արեցին որովհետև իմ գործընկերը գնաց այնտեղ ու այդտեղ դրեց այդ հիմքը, այսինքն այդ ռիսկը հիմա չես կարող ունենաս։ Հիմա շատ ես չափում, մեկ կտրում, այսինքն համալիր 10,000 տեղ, վախ, վտանգ, ունես չունես մի հատ տուն կորցնել եւ այլն, այդ ռիսկերը պակասում է։ Ավելի շատ դրա համար ես հիմա շատ առաջարկ չեմ անում։ Իսկ երբ ինձ են առաջարկանում, դա արդեն նաև որպես պատվեր եմ համարում, աշխատում ենք տենց ոնց որ դու, ոնց որ երկիչը, ոնց որ շատերը ովքեր որ իրենց գործում պատվերով են աշխատում։ Շատ լավ, դու ինքդ սկսեցիր Թաթուլ թեմայից։ Հա, ես զգացի դու ուր էիր տանում։ Այո, ես դա բնականաբար գրեթե առաջին օրվանից գիտեմ, թե դու ինչ տանջանքների մեջ ես, ինչպես ես նախապատրաստվում, որովհետև այդ մասշտաբի համերգ, այն էլ ուտող, խմող երգչի հետ, բավական։ Այդ 2-3 ամիս է կներես խոսքդ կտրում, քո մասին համարյա ամեն օր խոսել ենք, որտեվ դու գիտես, որ դու մեր ընկերն ես։ Այո։ Ես, եթե անկեղծ իմ համար մեկ այ ընկերներ ինչ համերգ կտնեն, բնականաբար մենք միայն մտածում ենք մեր կարգավիճակ։ Մարդիկ մտածում են, ասում են գումար վաստակի իմ ընկերը։ Ինչքան էլ հանրությանը լավ ժամանակ ենք ապահովում, ինչքան էլ քննադատություններ առաջ են գնում, միևնույն է միտքը, գաղափարը գումար վաստակելն է։ Այս դեպքում։ Իհարկե, բայց նպատակային, հա, նպատակային, ասա։ Նպատակային չի, օրինակ իմ համար գումարը այդ կյանքի նպատակ չի, բայց կարևոր ոնց ասում եմ պարտադիր ինչ որ բան է որ պետք է ունենաս եւ քո գոյությունը պաշտպանելու համար բայց ոչ թե դրա նպատակով ես դու դա անում այլ դա պետք է եւ քո գործի մեջ ես ամենտեղ սա շեշտում եմ Պարուսևակը նույնիսկ ասել եմ շատ սիրուն ֆրազա որ ժամանակը մի գետ է գետի մեջ չլողալ չի կարելի բայց ճշմարիտ արվեստագետը նա է ով չի խեղդվում այդ գետում այսինքն ճանապարհ է տվել, որ այո դու կարող ես շոու բիզնեսով զբաղվել։ Իսկ տեսալովակների մասով մի քիչ կապող թեմային բան ասեմ, օրինակ եթե երգեր էին ինձ տալիս կամ պահանջում էին տվյալ սցենարով նկարել, ես նայում եի ասում եի, այս սցենարի մեջ այս կադրը բղծելու է երիտասարդությանը
կամ չի դաստիարակելու ճիշտ, ասում են այ ախպեր ջան, դու էլի հին ես մտածում 4 րոպեի մեջ ինչ դաստիարակություն բան, ասում եմ 4 րոպեն 400 տարի կարա պտտվի։ Այո։ Այդտեղ ես շատ խիստ եմ վերաբերել, այսինքն այն ինչ որ կարաս դու հասարակությանը կրթես ու սխալվես այդ կրթելու մեջ, ես զգուշ եմ, բայց այն ինչ որ դու չես արել, եթե չնայած մեր ընկերն է Թաթուլի, նրանց ստացվեց որ նստած այդ մարդու գործն ու երկարվեստը իր վատաբանում ենք, ինքը շատ մեծ բանակի սիրողներ ունի, հա, բայց ես հասկացա որ բացասական արձագանքի մասով ենք շատ խոսում, դրա համար ասեմ, որ այդ բացասական արձագանքը եթե իր երկարվեստի ոճի մասին է խոսքը, այդտեղ ես ինձ արդար եմ զգում, որովհետև ես չեմ այդ ոճը ստեղծել, պրոպագանդել ու տարածել, որ այդքան հանցատես եկավ։ Ես հասկացել եմ, որ կգա եւ օգտվելով այդ պահից արել եմ իմ բիզնեսը։ Եթե մենք հաղորդավարներ, հանդիսավարներս այսօր կազմակերպիչների հետ շփվում ենք, դե ոնց էլ չնի հարցնում ենք, ում հետ ենք աշխատելու։ Անհնարին է, որ կազմակերպիչների առաջին տեքստը չլինի, որ ասենք լինում է Թաթուլը կամ չգիտեմ, այդ ոճի երգիչը, այսինքն ուզում է ասել, նա ինչ քեֆ է լինելու։ Մեր համար բացահայտում էր, չնայած իմ համար չէ, մի քանիսի համար բացահայտում էր, որ Թաթուլը ավելի շատ մասակ ունենա, քան ինչ որ չգիտեմ ունի համերգ։ Շատերը մտածում են ինքը իմ կարծիքով նորմալ համերգային ծրագիր էր, բարողներ, ընկերներն էին, լուսային էֆեկտներ, Թաթուլի ոճի մեջ ոնց որ կերքի օրինակ կատակներով երգեր եւ այլն։ Տրամադրությունը բարձր, ավելին ասեմ, բավականին ցիվիլ տարբերակով էր, եթե ռեստորանային համալիրում Թաթուլուն լավ տրամադրություն է ունենում, ինքը ապահովում է շոու։ Այս անգամ բավական է, որ հանգիստ իրուն, բայց փաստով դուրս եկավ, որ շատերին 10-0 արեց, շատ մարդ գնալով։ Մի քանի այնտեղ վիդեոներ կային տարածված, որը օգտվեցին բլոգերները եւ կայքերը, դա բնական է արդեն ինչքան շատ դիտողականություն են հավաքում, ատում եմ այդ թեման, բայց դե Աստված իրենց հետ դիվան, ինչ էլ անես քարկոծելու են։ Հա, ինչ-որ թեմա չէ։ Ամենայն դեպս, եթե համերգից այդքան երկար խոսեցինք, ասեմ հանդիսատես ընդեղի, որ միանգամից հեռուստատիտողը հասկանա, որ բարձր մակարդակի հանդիսատես էր եկել։ Եվ եթե եթե հանգարց անուններ տամ, թե ինչ պետական կառույցներից էին մարդիկ խնդրելով ինձանից հրավիրատոմս բռերով ուզել, կամ ինչ կառույցներ, որտեղից այդ երկարվեստի մասին միշտ sense են խոսում, բայց խնդրեցին հրավիրատոմսեր, բայց դրա մասին չի խոսքը։ Ես ոչ ասում եմ արդարանա, ոչ ասում եմ արդարանա։ Ես ասում եմ մի բան, որ ես այդ համերգային պուլտի մոտ ձայնա եւ լուսային էֆեկտներ ռեժիսորների կողքը կանած որպես համերգի ռեժիսոր եւ կազմակերպիչ, ես ցնցված էի ընդեղի էներգետիկայով։ Ես Թաթուլին էլ ասացի, եթե աշխարհի որևէ երկրում լինեմ ու իմանամ ինքն դե ինչ-որ միտեղ համերգադես, տոմս կառնեմ։ Այդ էներգետիկան այնքան հայկական ու ուրախ, այնքան པարզ էր, ոնց որ 80-ականների, 90-ականներին իրար սիրելու այդ էներգետիկան էր։ Ու ահա որ երիտասարդ սերունդ էր։ Եթե այդ սերունդի ձեռքը բաժանեինք, զենք, մենք շատ բաներ հետ կբերեինք։ Այդ են ժողովուրդը այնտեղ։
Եղան, ասա, որ եթե պահանջարկ կլինի եւս մեկ անգամ Թաթուլ լայցի երկրորդ կդնես։ Չէ, նայ, հաջողված բաները երկրորդ անգամ անել ես երբեք չեմ սիրել, ոչ էլ ֆիլմերում եմ սիրել։ Իհարկե դա էլ էլի բիզնես տեսակա, եթե դու հասկանում ես, բայց այդտեղ վախը կա։ Բա որ այդ հաջողությունը չունենա երկրորդը, արդեն ոնց որ դու քո այդ հաջողությունը տապալ ես։ Ոչ թե փառքի մասին եմ խոսում, այլ ստացված բան է, փակի դիրեն կողմ անցի առաջ։ Ես հիմնականում վստահ եմ, գիտես իմ վաղեմի ընկերն ես, որ հիմնականում իմ գործը դա եթե ես ստեղծագործում եմ, դա մշակութային ճանապարհն է, փորձում եմ դրա մեջ անեմ, վերջի ամենալավ բանը, որով հագեցած ու բավարարված եմ 10 տարի, 10 տարուց ավել տևես, դա ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 դուր եկեղեցիներով եկեղեցիների դռներով ցուցահանդեսներ, որից ցավոք սրտի 5 տարի անց ստիպված եղանք այդ նկարները վաճառել պատերազմից զոհվածների ընտանիքներին օգնելու համար։ Հիմա այդ դրանով ոգեշնչված ոգերված շատ մեծ գաղափար է ծնվել իմ մոտ եւ արդեն գցել եմ, որ ասում եմ, ծիլերը մնում է տա, բացվի, հա, եւ կարող է քարկոծեն ինձ քո հեռուստատիտողների մեջ կան շատ տենց ժողովուրդ, դրա համար ես գիտեմ, որ կան։ Բոլոր ընտանիքներում էլ կա նորմալ է, բայց ուզում ենք։ Լավ, ավելի բարի ասեմ, որպեսզի նաև պրոպագանդա չէ ինչի նախագիծը ինչի մասին է։ Հիմա օրինակ որ գնում են գրախանութ, մեր ընկերների, մեր բարեկամների երեխաների համար ինչի, ասենք դուք մեր չեմ ասում, որովհետև քոնն արդեն երեխա չի վաղուց, դու կարաս արդեն երևի թորնիկի, կներես որ եթերում ասում եմ, ես դեռ չունեմ, եւ ուզում ենք ասենք տետր գրիչ կամ ինչ որ այդ փոքր այդ բրիլոկային դպրոցական պարագաներ առնենք, խուսափում ենք, չէ՞, ծիածաննա նկարներով կամ գույներով բաներ գնենք եւ հասկանում եմ որ մենք շատ մանկությունը կորցրել ենք վախենալով ծիածանից եւ մեծ գաղափար է մտցնվել վերնագիրը փրկենք ծիածանը եւ այո կարող եմ մի քիչ էլ հուշում անեմ որ նկարչական ուղի է ինքը ունենալու եւ Աստծո կամքով Աստծո օրհնությամբ եթե լինի այն ինչ որ ես մտածում եմ միջազգային մասշտաբի պետք է լինի իհարկե կլինեն երկրներ որ դեմ կլինեն դրան որովհետեւ հակա բանալինելու, այսինքն մենք ուզում ենք ախպեր ջան, դուք ինչ ընտրել եք ձեր ճանապարհը։ Մեր ծիածանը հետ տվեք։ Մենք հավատում ենք նրան, որ Ադամ Եվա ա եղել, ոչ թե Ադամն ու Գագոն ա եղել։ Մենք հավատում ենք այդ ճանապարհն եք բռնել, այդ ուղին եք բռնել, դուք ինչ ընտրել եք Աստված ձեր հետ, թող Աստված ձեզ դատի, բայց մեր ծիածանը մեզ հետ տվեք։ Համաձայն եմ։ Այս դրոշի մասին չի խոսքը։ Էսի փրկությունն է։ Սա դրոշի մասին չի խոսքը։ Սա ծիածան մենք շվախենանք նկարել եւ երեխաներին սովորացնել նկարել ծիածան եւ ուրախանանք ծիածան, որովհետեւ ծիածանը ամենաառաջին հերթին դա Աստծո ուխտն է ժողովրդի հետ, որովհետեւ Նոյի ջրեղից հետո Աստված երբ Նոյը իր երեխաների հետ դուրս եկավ տեսավ ծիածան, Աստված ասաց, որ սա ուխտն է, որ ես ձեզ խոստանում եմ, որ այլևս ամբողջ երկրագունդը ջրեղեղով չեմ սպանելու։ 100 տարի է անցել, բայց գործում պայքար տանելուց բացի մենք հավատով ու հույսով սպասում ենք ու մեր աղոթքն ենք հղում առ Աստված։ Մեր ժողովրդի դարավոր սովորույթներից է նվիրական նպատակների համար եկեղեցու դուր գնալով ուխտանելը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ 100 դուր նախագծի հեղինակ Խաչիկ Եղոյանը եւ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օրհնությամբ բռնեցին խորհրդանշական ուխտի ճանապարհը։ Եղան, այսինքն արդեն միտքը կա, աշխատանքները գնում են։ Այո, աշխատանքները սկսել ենք, մնացածը արդեն Մնացածը սպասում եմ առաջինը ինձ մոտ եթերում բարձրացային։ Սիրո ջան, դու գիտես մենք վախենում ենք կոմոդ եթեր չգալ։ Այո։ Եվ այսքանից հետո իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, երբ որ ես անձամբ եթերում կապացեցի մենք երոջ համերգային ծրագիրը եւ տեսահոլովակ ցույց տվեցի։ Ինձ հիշացրու ես քեզ ուղարկեմ YouTube-յան շատ, հա, տենց ալիքներ, կայքեր, որոնք ինձ ուղարկում էին Թաթուլի հետաքրքիր ինչ որ համերգային ծրագրերի, ես չգիտեմ, տեսա Ձինա ջան, էս էլ վաղը ցույց կտաս, Ձինա ջան, սա էլ ցույց կտաս, բայց հասկացա, որ մարդիկ գնացել են, հագեցել են, խնդիրն այն էր, որ ես այնտեղ չէի, որովհետև ինձ վստահել էին շատ մեծ հարսանեկան հանդիսություն, ես այնտեղ չեմ եղել, բայց գրեթե ամեն ինչ տեսել եմ, լսել եմ, ամեն օր մասնակցել եմ, ամփոփումն էլ միասին արել ենք։ Այ մարդ, հիմա մենք էլի ունենք
մենք լավ համերգ արժևում։ Դե դա ուզում հարցնեի արդեն։ Հունիսի 8-ին կարելի է գովազդել կարգը, որտեղ էլի քո ընկերոջ մասն եմ խոսում։ Մեր շատ սիրելի ընկերը, մեր լավ ընկերը, մեր հետաքրքիր ժանր ունեցող ընկերը երկարվեստում Հարութ Բալյանը ունի համերգ։ Ու շատ ավելի լավ համերգ, ոչ թե որ նրանք վատն են եղել, այլ տարբերվող, որտեղ ստեղ արդեն գերիշխելու են դուետները, այն լավ արտիստները, ովքեր որ աշխարհի տարբեր ծայրերից գալու են եւ մասնակցելու են, ում հետ որ ինքը դուետ ունի։ Բոլորս գիտենք եւ սիրել ենք, լսել ենք այդ երգերից շատերը։ Կան մարդիկ նաեւ ովքեր այստեղ են բնակվում։ Ահա։ Դրանցից մեկի տեսալովակը հուսամ դու արդեն այս եթերում կընդգրկես, եւ Հարութ Բալյանի համերգը հունիսի 8-ին համալիրի մեծ դահլիճում պետք է որ իրականանա, ես վստահ եմ որ էլի ունենալու ենք ուրախ, ես տեսնում եմ արձագանքները կոմենտների ժողովրդի որ պատրաստ են վայ մեր մանկության երգիչ, մեր սիրելի երգիչ եւ հետաքրիր մի բան ասեմ որ իմը մանկության չէ պատանեկության, բայց երբ որ 6 տարի առաջ Հարութի համերգը մենք կազմակերպեցինք նորից միասին, այնտեղ ես որ արդեն սիրահարվել էի, ընկերուհիս այնտեղ էր, Հարութը շատ մեծ անակնկալ արեց, բեմից հայտարարեց 10,000 հանցատեսի մոտ, բայց ես sense գլուխս բռնած պահկված, մի կերպ sense գտա այդ տրիբունան, գնացի կողքը, նվիրեցի, բայց ոչ թե մատանի եւ առաջարկ, որովհետեւ դա ծեծված եւ արված էր, ուղղակի այնց նվեր տվեցի, ասեցի մենք դեռ կհանդիպենք sense պայերորդ մասկի ու այդ վիդեոն կա ունենք ուզում ասեմ ստացվեց նաև հիմա նաև իմ անձնական կյանքի ձևավորման երգիչը Հարութը դե որ մեր ընկերնա դրա մասին չխոսենք ու երբ Ամերիկայից զանգեց առաջարկեց ասեցի սիրով քո կողքին եմ եւ որպես կազմակերպիչ եւ որպես ռեժիսոր համերգի ու նորից շեշտում եմ հունիսի 8-ին ժամը 18:00 Մարզամերգային համալիր։ Այո, ինչի եմ շեշտում 18:00, որովհետև մեր ժողովուրդը սովորը 8-ին 6-ին նոր տնից դուրս։ Այո, եթե 6-ին համերգ, ինքը 6-ին տնից դուրս է գալիս, բայց ես քարկոծվել եմ, ինձ նույնիսկ մի քանի վատ բառեր են գրել, որ կյանքում ինձ վատ բառեր չեն գրել, անհամեստություն չլինի, այդ ուշանալ չհասցնել համերգը եկանք վերջ երկու երգին հասցրեցինք, բայց իրենց պատճառով են ուշացել։ Եվ ես ամեն տեղ գոռում եմ բոլոր համերգները Եղոյան production-ը 7-8 րոպե կարող է ուշանանք, 10 րոպե լավ, բայց գրած ժամանակին սկսում ենք։ Այսինքն եթե դու հասկանում ես, որ համալիրի մեծ դահլիճ է, ժամը 6-ին, դու 4-ից արի։ Որտեղ բարձրանալ կա աստիճան, այնտեղ կուտակումներ կա, բավականին կուտակումներ։ Մեկը մենք սկսելու ենք 18:00-ին։ Եթե դու կկորցնես քո վճարած գումարը, մանավանդ առաջի շարքերից կհասնես վերջ երկու երգին, դա իմ մեղքը չի։ Շատ լավ, Խաչի, իսկ այսքան ասացիր, խնդրում եմ, եթերում դու ինքդ բարձրաձայնիր, ես շատ կոմենտներ եմ ստացել եւ նամակներ, որ Հակոբովն կարող է լավ չես իրանց հետ, որ եթեր չես հրավիրում։ Ասա, որ նույն Թաթուլը, թեկուզ նույն Հարութ Բալյանը, մարդիկ կան, որ ուղղակի եթեր չեն գնում, չեն սիրում այդքան շատ բարձրաձայնել։ Ասում են, թող մեր մասին խոսեն կազմակերպիչները, ոչ թե մենք չենք հրավիրում։ Այդպես բան էլ կա։ Այդպես բաներ կա։ Հետո ես Թաթուլի իրենց տեղը չեմ կարող պատասխանեմ, բայց օրինակ Թաթուլը ինքը շատ անմիջական, շատ ընկերական է։ Ինքը իր անձը, որ ինքը շատ լավ մարդ է։ Ես նկատել եմ, որ ինքը գնում է պարզ է խոսում, անկեղծ ոնց կա տես խոսում, կտրում են, այո, կոնտեքստից հանում են, ինչ որ տեքստեր են սարքում եւ այլն իրանց ռեյտինգների համար էջերն գցում են, երևի միգուցե դա էլ է պատճառը, որ եթերներ չեն գնում։ Բալյանի դեպքը չեմ կարող ասեմ, կհարցնեմ, բայց չէ, երևի ժամանակի սոցիոնալ ինձ որովհետեւ փորձեր ենք սկսում բան, հետո ասում է դե լավ էլ ինչ եթե արդեն էս գովազդնել որ կա, արդեն համացանցը որ կա, համացանցը, հա, ոնց որ դնում ես գովազդը, բոլորս գիտենք վճարով, ֆինանսական այդ նմունքներով դնում ես, տարածում արդեն քաղաքը դրա մասին գիտի, երևի 1-2 եթերել որ գնում են, մտածում են նույն բանը անեն, տեղ չխոսանք։ Այդ առաջ, այո, մենք հիշում ես, խնդրում ենք, մենք ենք առաջում, որ ամեն եթերին նույն բանը գնանք պատմենք։ Մի կողմից երևի դա լավ էլ է ինչ որտեղ։ Որովհետև դու կհիշես այն, որ մենք ջահել տարիներում նստում ենք, ասենց հերակառավարման վահանակը փոխում էր, ստեղ խոսում էր նույն բանը մի ժամ հետո ընդեղել այդ նույն կլիպի պրեմիերան, մի ժամ էլ չէ, հանգարց լինում էր, որ ձայնագրություններ լինում, փոխում էր, ստեղ էլ խոսում, ստեղ էլ խոսում, նույն բանը։ Կատոց բան։ Կարող է դրանից էլ ենք մի քիչ խուսափում։ Շատ լավ, այնպես որ Հակոբովնան հրավիրում է բոլորին։ Թե չէ դու մեր ընկերն ես, մենք կոմոդ միշտ Իսկ ում չի ուզում չի հրավիրում այնպես որ տենց էլ կա ամենայն դեպս բայց բաց եթերը հերոստատիտողի համար է եւ եթե շատ հերոստատիտողներ ինձանից նեղվում են ասում ժողովուրդ ջան անուններ են գրում որ այդ մարդիկ Երևանում չեն ապրում այլևս հասկանում ես եւ չգիտեմ ինչու ինձ միշտ իմ սերնդի մարդկանց են պահանջում սկսած ասոից ասեմ իմանաս բայց ասոին շատ լավ է պետք է այո շատ լավ ես ասեմ որ մենք պետք է անցնենք նաեւ մեր ֆորմատին միջեմը քո ֆորմատի մեջ ենք Խաչ ջան եկելու են մեր ֆորմատը
Խաչից մոտ աղավարում գալիս են այն մարդիկ, ովքեր որ նաև առիթների հետ կապ ունեն։ Ու երկ բարող երաժիշտ այսպես շարունակ։ Դու ոչ պակաս ավելի ունես, որովհետև դու էլ կարողանում ես այդ վիդեո տարբերակները վստահեմ առիթներին նաև լավ առիթներին վճարող առիթներին Եղոյանը կարողանում է իր տեսակը ցույց տալ, բայց ես ուզում իմանալ այսօր դու ինչպիսին որպես հոբելար կաս, հա։ Ես տեսակները ասեմ, դու ընտրի տեսնեմ, որ հոբելարների ցանկի մեջ ես։ Մարդ, ով ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, մարդ, ով չի սիրում եկուսանում է, եւ երրորդ, մարդ, ով տուն, տեղ, ընտանի, կոլեկտիվ մի բան իր համար կկազմակերպի։ Որն է քո Խաչիկ։ Ոնց որ երեքն էլ եղել եմ, բայց ասեմ հերթականությամբ, էլի վաղ տարիքից ամեն տարի որոշել եմ, որ պետքա իմ ծննդյան արարողությունները կազմակերպեմ օրիգինալ, որովհետև մենակ այդ ուտել խմելուց հոգնում ես։ Ռեստորան, տուն, ու արել եմ շատ ֆանտաստիկ տեղեր։ Իմ ընկերները կփաստեն, ասենք օրինակ ամենադրանցից լավագույնը Սևանի վրա նավ ենք վերցել ամբողջ այդ մի 4-5 ժամ նավի վրա, որ ափ չէր երևում մեջտեղում, հետո այդ նավով գնացել ենք այնտեղ ունենք ընկեր, որ կա ռակետա, այտենց հանգստի գոտի, այդ ռակետան փչացած նավ է, այդ նավը բոլորը կհիշեն Լուսահոգի Խորեն Աբրահամյանի ֆիլմից Շնչառություն, մեր հայկական ֆիլմից, այդ նավը դեռ այն ժամանակ աշխատում էր եւ չաշխատող նավի մեջ շարունակել ենք, որտեղ ռեստորանն է հիմա։ Տենց ենք արել, ինչ որ մի ուրիշ ժամանակ, ասենք, փողոցում եղել է, որ մանկատանն եմ անցկացրել, սենց հիմա այդ բաները չասեմ, այդ ցավացնող բաները չասեմ, որովհետեւ արած դրանք բարեգործական բաներ են, դրանք չեմ սիրում բարձրաձայնել։ Իսկ հիմա արդեն միջև անցյալ տարի մի 2-3 ծննդյանս արարողություններին կռիվ եղավ, հայկական, հա, դրանից հետո սկսեցի հասկանալ, որ ընկերներով խմբն իրար ծեծում են, թե։ Չէ, կողքերը եղավ, բայց եկան կպան մեզ էլ, սենց ասեմ, մենք չէ, մենք փառք ասում ենք 7 ընկեր մեր կանացով, մենք ու կողքից արդեն մնացած բոլոր շրջապատով, բոլորի դեպ բոլորին էլ ճանաչում ես դու, ամենաշատը Կարենին ես ճանաչում, բնականաբար։ Հա, ու այտենց բաներ չի լինում, բայց այս տարի անկեղծ ինձ հետաքրքիր հարց տվեցիր, օգոստոսին է, բայց ես արդեն մտածում եմ, որ ոչ մի բան չանեմ։ Ինչի՞ խոչ։ Լսի լուրջ այդ գումարը եթե ծախսում ես ավելի լավ տեղեր կա տալու մարդկանց լուրջ եմ ասում, չեմ ուզում ասեմ ինչեր եմ մտածել անեմ, բայց պիտի անեմ։ Այնքան կնշենք էլի այդ ոնց որ էդ էլ այլի տարիքային երևի արդեն հիմա կինս կլսի կասի չեմ հավատում, դու մեկա սիրում ես անել միջոցառումներ, որտեղ ես սիրում եմ նստել այս էներգիայով խոսել, ասել, կատակել, ջրի կանալ լքել, բայց հետո իր գունը գլխացավ, առօր լավ է սրա համար ենք ապրում, սենց ինչ որ մեծանում ես էլի։ Այս տարի անկեղծ արդեն 2 ամիս է դրա մասին մտածում էի, որ չանեմ, բայց անելուց երբեք չեմ մտածել երկար, որտեղ եղել է եկել է օրը սովորական օրվա պես, մի օր առաջ վաղը սենց եմ անել, ու տենց ա եղել։ Յոհան, իսկ դու պատրաստ ես իմ բլիցի հարցերին պատասխանել։ Խնդրում եմ երկար չմտածել։ Չէ, դե բլիցը պիտի երկար չմտածես, բայց տեսնենք կա։ Սև թե սպիտակ։ Ընդհանրապես սպիտակ։ Դառը թե քաղցր։ Սուրճը առաջ քաղցր, հիմա դառը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Սեր, իհարկե։ Փող։ Չէ, սեր։ Լավ։ Քաղաք թե գյուղ։ Աստված ասես չէ, հավատ հույսեր եւ դրանցից ամենակարևորը սերն է։ Քաղաք թե գյուղ։ Այո։ Այդ տնենք բանը ապրեմ, չգիտեմ, բայց ապրում եմ քաղաքում, Շատ լավ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ ներկայացում։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ մոտ։ Քահանայի մոտ։ Լավ, ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Սինա ջան։ Բացահայտում եմ քեզ։ Դե նայած ինչա, արծաթ շատ եմ սիրում, բայց դե որ թանկա ոսկին դավա էլ ունենաս։ Նախընտրած կենաց։ Նախընտրած կենաց, ասեմ մի հատ լավ կենաց, որ ժամանակ մի 10 քանի տարի արդեն ասում եմ դա, երբ առիթներ են լինում, բայց ասում էին նոր տարուն, հունվարի 1-ին 12-ից 1 րոպե ասում էի այդ կենացը, դե բնականա տանը, կամ եթե դու գիտես գործի մարդ ես, եթե որևէ միջոցառման այնտեղ, բայց հետո հասկացա որ այդ կենացը կարելի է ամեն առիթի ասել։ Ես սիրում եմ ոնց որ իմ ստեղծած կենացն է, որ տա Աստված, ընդունենք այսօր ինչ օր է, այդ ամսաթիվն է, մյուս տարի այս ինչ օր է, բոլորս լինենք այս կյանքում։ Ստեղ չէ, այս կյանքում։ Այսինքն կենացը տենց։ Լավն է։ Ուզում եմ որ բոլորս խնդրենք Աստծուն ամեն օր դրա մասին։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական։ Դու Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Անձնական բաներ չեմ խնդրում, խնդրում եմ որ ինձ խստաբարո չնայի, այլ գթասրտությամբ։ Բայց շնորհակալ եմ ամեն րոպե։
Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի Խաչիկ։ Երանի չլներ կինն ու գինին։ TV թե հեռախոս։ TV-ին մարդ ենք մենք դինջան։ Շատ լավ, վերջի հարցին հուսով երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Զինա Հակոբովնա։ Շատ լավ, եթե շատերը նախընտրում են երգիչներին հրավիրել տաղավար, ես նախընտրում եմ կազմակերպիչներին հրավիրել ինձ մոտ տաղավար, որովհետև ամենալուրջ հարցերի պատասխանը ստանում եմ հենց ձեզ։ Եվ ամենաճիշտ։ Բայց արի եթերում որպես ամփոփում ես բացահայտեմ շատ հեռուստադիտողների համար, ասեմ, որ երբ որ ես եւ Խաչիկը ընդամենը 16-17 տարեկան ենք, չէ՞ Խաչ։ Դու եթե 17-եր ես չկայի։ Դու մի քիչ փոքր։ Ես չկայի։ Մի տարի, երկու տարի փոքր։ Լավ։ Միասին պարում ենք։ Այո։ Արայի դանս շոուում։ Մեր լավ ընկերների կոլեկտիվ։ Ես մենապարուհին էի, իսկ Խաչիկը խանգարողը։ Այո։ Ես չեմ կարող միջև որս հասկամ դու ինչի էր գալի բարի, որովհետև քո ոչ դու այնտեղ ուղղակի ընկերներ ուներ, ձեռք էր բերել։ Ու ձեռք բերեցին։ Ու ասա որ միջև հիմա կողք կտեն, չէ՞։ Իհարկե, միջև հիմա կողք կսեն ու շատ անգամ 30 ամյակներ վերջերս Արայի դանսի հավաքվեցինք, չգիտեմ դու ինչ կայ։ Ու տենց միշտ հենց հավաքում ենք առաջինը բոլորը հարցնեն, այս դու ինչ էիր անում ստեղ։ Շատ լավ։ Սենց ասեմ, մենապարուհին չէր գնացել, բայց մնացածը գնացել էին։ Դե դա ես Կարո Կիրակոսյանին հարգանքներս եւ իհարկե Կարենին Միքայելյան, որ միջև որ Արայի դանսը պահում է երկու բռի մեջ։ Իսկ ես ուզում եմ Խաչ դու այնքան լավ լինես, այնքան առողջ լինես։ Այս էմոցիատ, այս էներգիատ երբեք չկորցնես, որովհետեւ եթե ես մի քիչ էլ նեղված եմ լինում, մի հատ voice եմ անում, այսպես ասած, ոչ եթերային խոսք, Խաչիկը մի նախադասությամբ այնց տեղնակցում ես հանգիստ իմ համար արդեն հասկանում եմ, որ ոչ պետքա լարվել, ոչ պետքա ուղղակի նեգատիվը տարածել։ Շատ լավ բան ես ասում։ Դու միշտ կողքս եղիր, այդքան ինձ բավական է։ Տենց էլ կա, մենք ինքներն ենք շատ լավ բան ես ասում, բայց իրականում ստեղ մի քիչ լրջացնեմ թեման, եթե ժամանակ ունենք, երկու րոպե, ես զարմանում եմ Զինջան, գալուց էլ էստեղ մտածում։ Այսքան չարություն ու սենց ոնց նայում ես, չէ՞, մարդը, սենց մենք հիմա հանգիստ նստած ենք, չէ՞, աշխարհը սենց վազում է, գնում են մեքենաները գալիս են, բան ու սաղ փողի համար։ Բայց մի օր մի հատ եթեր էի նայում, ռուսերեն ասել շատ սիրում, բայց ես հայերեն կասեմ, կատաֆալկեն մենակ չեմ հիշում հայերեն ոնց էր, ինչ եք այդքան վազում, էլի վերջապես այդ կատաֆալկի հետևից այդ պրինցիպ չեք կարելի կապեք, այդ սաղ ձեռք վերածը տանեք ձեր հետ։ Ու ես դա Աստծո կողմից կասեմ այդ վերջապես դի մարդիկ հասկանան, որ այս կյանքը երբ որ Տերը ստեղծել է, որ մեր սա ինչ-որ մի ժամանակ է, որ մի հատ հրաշալի բան է մեր համար պատրաստել։ Հրաշալի տեղ գնալու, հրաշալի հավերժության պատրաստության համար է այս կյանքը, ոչ թե իրար փրթելու, իրար հետևից խոսալու, չարախոսել։ Եթե չտաս քո կյանքը Աստծուն, չգնաս, ասենք, ամեն կիրակի օրինակ խնդրում եմ ժողովուրդը գնան Հայ առաքելական եկեղեցու պատարակներին։ Եթե չգնաս, չմասնակցես այդ հոգևոր գերազանցիկությանը չձգտես, չլծվես, այնքան դատարկ է այս կյանքը, լուրջ եմ ասում։ Այս ժամանակ չես հասկանա, կհասկանաս, երբ որ գնաս, շփվես, կարդաս եւ ավելի հոգեոր ապրես։ Որտեւ հասկանաս, որ դատարկ է, զարթնում ես, հաց ես ուտում, գնում ես, լողանում ես, չգիտեմ, գալիս ես, գործն ես անում, նորից այդ փողն աշխատում ես, առավոտ անում վարկեր հետ, փակում ես, հետո մյուս օրը նորից վարկ ես վերցնում, այսօր կնոպկեն սխում ես, վարկա տալիս։ Հա։ Այս աշխարհի ջահելները նստած խաղում են, նայում ես, գժում ես, սա խաղում են կամ սա խաղում են, ինչ որ չարություն, լավ, այդքանից հետո էլ գոնե բարյանան այդ խմողները գոնե։ Իրար հետո խոսում են, քարկոծում են, մեկը մի հատ լավ պրոյեկտ անում, սկսում են հետևից փնոր։ Այն ինչ էր հագե, այն ինչ էկրաններ, այն ինչ լույս էր։ Այդ ցավը տանեմ։ Մի հատ բան եմ ես ուզում ասեմ, որպես ընկեր ասացիր, ես այս բնագավառի մեջ օֆիցիալնի հայտարարում եմ քո եթերից։ Ամենակիչ գումար վաստակող մարդն եմ։ Այո։ Ու դա ոչ թե նրա համար, որ ինձ չեն գնահատում կամ ես չեմ գնահատում ինձ։ Չէ, ես ուղղակի շատ ավելի ընկերական եմ անում ամեն ինչ։ Ու փառք Աստծո, եթե մի հատ էլ հանգարց մեծ գումար աշխատում եմ, մինչև վերջ ծախսեմ, նոր գումար աշխատելու մասին չեմ մտածում։ Այսինքն կուտակել, բայց անընդհատ ինչ որ իմ հետևից վատ բաներ լսում եմ, բոլորը ժպտում են իհարկե, համբուրով բարևում ենք, բայց լսում եմ որ քննադատական բաներ, հետևից վատ խոսացողներ, մարդիկ, որոնք որ նստած, որոնց շատ էին դու ես ճանաչում, երազում են որ պրավալ ունենան, որ ուրախանան, ինչ է այդ ձեր ցավոտանեմ, ես ձեզանով ձեր կազմակերպած մեծ միջոցառումների մյուս օրերը գնում եմ ձեր բանվորական աշխատակազմի հետ նստում եմ, որպեսզի իրանց հոգսը թեթևացնեմ, դուք դրա մասին նույնիսկ չգիտեք, այդքան ուրախանում եմ ձեր հաջողություններով։ Դե ոչ Խաչիկին այդ արդեն փաստաթղթ։ Ուզում եմ ուրախանանք բոլորս, լուրջ եմ ասում, եթե չկարողանանք օգնել, գոնե չխանգարենք, եթե չուզենանք
իրենց լավը ու զգանք դա մարդկային ամեն դեպքում ինչ որ չարություն կամ նախանց մեր մեջ կա, անկյունում առանձին առանձնանանք աղոթքով համ մեր համ իրանց համար, տես ինչ հրաշալի լինում է մեր կյանքը։ Հիանալի է։ Ամփոփեց ամբողջությամբ, բայց սենց ասեմ, ովքեր որոնց կողքը չունեն Խաչիկ Եղոնի, ձեզ մոտ դատարկ տեղ կա։ Այդ հաշվի առեք։ Համենայն դեպս ես հպարտ եմ, որ քեզ նման ընկեր ունեմ։ Ես էլ ջինջան նմանապես ծավալում։ Իմ համար մեկ է, ուզում ես Թաթուլի համար գտիր, ուզում ես Ջանեթ Ջեքսոնի, ամենակարևոր առողջ լինես, լավ լինես ու ինչ որ չափով այնքան լավ լինես, որ նեղը լինեմ դու ինձ օգնես։ Այդ է ուզում ես։ Աստվածտար նեղը չլինես, բայց ես էլ որ նեղը լինեմ կգտնեմ, եզրեր կօգնեմ ցածան չմտածես։ Շատ լավ։ Բայց Ջանեթ Ջեքսոնով միտ տվեցի, Ջանեթ Ջեքսոն չէ, բայց Մայքլ Ջեքսոնի որդու հետ կապված մտքեր կան։ Վերջացավ։ Դե ինչ միջև հիմա ձեզ այդ իմ տաղանդավոր լավ ընկեր, հին ընկեր եւ դրական աուրավ ասենց լեցված անձնավորություն Խաչիկ Եղոյաններ եւ ձեր Ձինա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին ընդ ձեզ։